շատ ուղիղ եմ ասում, եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Հայաստական բանականություններ չի լինի, 4 միլիարդ դոլար ներդրումներ չի լինի, դրանք չեն լինի, անկախություն էլ չի լինի, շարունակենք կախված մնալ բարեհաճությունից, թե շարունակեն մեզ օրինակ թույլ տալ այլ երկրի որևէ շուկայում, բացօթյա շուկայում վաճառել, ասենք, մեր ծիրանը կամ լոլիկը, թե չէ։ Էսա։ Դե որովհետև որոշ ուժեր դեռ շարունակում են, օրինակ երկրորդ նախագահի իր ասուլիսի ժամանակ պնդում էր, որ թրիփը փակուղի է, դա Հայաստանը տանում է բախումների, դրա համար եմ հարցնում, արդյոք թրիփը անկասելի է, արդյոք թրիփը կյանք կունենա հետագայում։ Թրիփը կյանք կունենա, եթե բնականաբար մենք հաղթենք ընտրություններում, ինվեստիցիաները բնականաբար կշարունակվեն, խաղաղությունը բնականաբար ինստիտուցիոնալ կլինի, հասկանում եք, դեռ հնարավոր է խաղաղության անիվը հետ պտտել։ Դեռ հնարավոր է։ Այդ թվում ձեր նշած անձի կողմից։ Մեր կողմից, մեր ընտրվելուց հետո, 1-2 տարվանից հետո, երբ որ բոլոր պրոցեսները կավարտենք, ու հնգամյա պրոցեսի արդյունքում, էլ ոչ մի բան հնարավոր չի լինի պտտել։ Նույնիսկ եթե մենք չլինենք։ Սա փաստ է։